Պես 8 տարի խաբել են բոլոր հարցերը։ Հիմա էլ որ ասում են թե մենք հայ-ռուսական հարաբերություններին դեմ չենք գնալու, այստեղ նույն ձևի խաբում են եւ արդեն Ռուսաստանը հասկացել է այդ ամեն ինչը։ Եվ ինքը կներեք, ասենք ասեմ, իրանց համար ներում բեկում չի լինելու, իրանք էլ հասկանում են, որ մենք հիմարի էշի տեղ մեզ չեք կարա դնեք, որ սենց գիտեք տանում։ Եվ այդ իմաստով իրանց եթե իրանց որոշեցին փոխել իրանց քաղաքականությունը, ես ասեմ դες Հայաստանի առևտրային շրջանառության 35% Ռուսաստանի հետ է։ Իսկ եթե դենք դրան գումարենք նաև Էմիրատների եւ Չինաստանի հետ այն առևտրային հասպեկիշը որ կա, որի առյուծի բաժինն էլի ռուսական կապիտալն է, դա կարելի ասել մոտ մինչեւ 60%-ը այդ Ռուսաստան։ Եթե այդ երկիրը որոշի բոյկոտի Հայաստանը, Հայաստանից մենակ տնտեսական մասով Հայաստան ոչ բան չի մնա։ Ոչ թե կենսական մակարդակը կիշնի, կփլվի պարզապես մարդկանց կենսական մակարդակը փլվի, մարդիկ կհայտնվեն 90-ական էներգետիկ ճգնաժամի մեջ, գազի ֆանտաստիկ գնի, այդ գազի բացակայության պայմաններով այդ 3 անգամ գազ ոչ մեկ չի կարա գնի։ Մարդիկ հիմա այսօրվա Կուբայի ժողովուրդը ինչպես որ հիմա ապրում է, մարդիկ ուղղակի տեղ Կուբայում հիմա խայտարակ վիճակ է, հա։ Հայաստանը կհայտնվի Կուբայի օրը։